Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ ԱՄՆ պետքարտուղարի անկեղծությունը Թուրքիայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մայիսի 15-ին եղել է Թուրքիայում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն առանձնապես հույսեր չի կապում Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների հետ, նշելով, որ իրական կարգավորում հնարավոր է Թրամփ-Պուտին ձևաչափով հանդիպման միջոցով։ Ռուբիոյի հայտարարությունը թերևս կարող է դիտարկվել ըստ էության ինչ-որ իմաստով անհարգալից Ուկրաինայի նկատմամբ, բայց նաև դժվար է թերևս վիճարկել դրա առավել իրավապաշտությունը։ Խոշոր հաշվով քաղաքական տեսողություն ու լուսողություն նվազագույն աստիճանը թերևս բավարար էր լավ, շատ վաղուց արձանագրելու համար, որ այս պատերազմում չկա Ուկրաինա սյուբյեկտ։ Գլխավոր սյուբյեկտները նվազագույնը երեքն են կամ երկուսը՝ Վաշինգտոն, Մոսկվա, Պեկին։ Անգամ եվրոպական սյուբյեկտիվությունն այդ առումով միարժեք չէ, ինչպես միատարր չեն Եվրոպան, որպես քաղաքական և աշխարհաքաղաքական միավոր։ Ըստ այդմ, Ռուբիոն ասել է այն, ինչ գոյություն ունի ուժերի հարաբերակցության համատեքստում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար է Ստամբուլում ռուս-ուկրաինական հանդիպման պատմությունն ու պատվիրակությունների ներկայությունը, որոնք ժամանել են նախօրեին, բայց հանդիպումը հայտարարվել է այսօր, եթե իհարկե այսօր էլ այն չհետաձգվի։ Ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունն ըստ էության այլ բան չէ, քան դե ֆակտո ամերիկա-ռուսական գործընթացի համաձայնությունների իմպլեմենտացիան ու մեխանիզմը։ Հարցը այն է, թե արդյոք Ստամբուլում կգործարկվի այդ մեխանիզմը, թե ոչ։ Այն, որ մայիսի 15-ին նախատեսված բանակցությունը տեղափոխվեց մայիսի 16, համենայն դեպս առայժմ ինքնին խոսում է հենց այն մասին, որ Վաշինգտոնն ու Մոսկվան դեռևս քննարկումների մեջ են։ Դրա մասին է վկայում այն, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դեռ շարունակում է անել արտահայտություններ, որոնք խոսում են այն մասին, որ բաց է նույնիսկ Թուրքիա-Թրամփ-Պուտին հանդիպման հավանականության հարցը, որքան էլ հայտարարվում է, որ Թուրքիայում չեն սպասվում թե Թրամփին և թե Պուտինի ժամանմանը։ Զելենսկին, որ ժամանել էր Թուրքիա, Պուտինի հետ հանդիպման բարձրաձայնված ակնկալիքով հանդիպել է Էրդողանի հետ և մեկնել Թուրքիայից։ Չի բացառվում, որ Զելենսկու բացակայությունը կարող էր լինել նրանց ժամանման պայման։